Տարոնի իշխանության դրությունը հենց սկզբից բարդ էր։ Գտնվելով բյուզանդական կայսրության եւ արաբական խալիֆայության կոնտակտային գոտում, Տարոնի իշխանները հսկայական ճիգեր էին գործադրում, որպեսզի պաշտպանեն իրենց համեմատական անկախությունը եւ ինքնուրույնությունը։ Հայկական արմատներով ի դեպ նաեւ հայերեն խոսացող ու գրող Բյուզանդիայի կայսր Կոնստանտին Տիրանացին իր աշխատություններից մեկում Տարոնի իշխանի քաղաքականության մասին գրում է. Տարոնի իշխան Գրիգորը բյուզանդական կայսեր բարեկամն էր խոսքով միայն, բայց գործով խալիֆային էր աջակցում։ Նա հաճախ ուղեցույցի դեր էր խաղում կայսրության վրա արշավող արաբական զորքերի համար եւ բյուզանդացիների գաղտնի ծրագրերը հայտնում էր արաբներին։ Մեզ չեն հասել գրառումներ, թե ինչ էր մտածում Տարոնի իշխանի մասին խալիֆան, բայց կարծում եմ բյուզանդական կայսեր կարծիքից նրա կարծիքը շատ չէր տարբերվելու։ Ակնհայտ է, որ Տարոնի իշխանները ստիպված էին այսպես մանևրել երկու կայսրությունների միջև, որպեսզի գոյատևեն։ Այնուամենայնիվ, արդեն Լևոն 6-րդ կայսեր օրոք բյուզանդացիներին հաջողվում է ստիպել Տարոնի իշխան Գրիգորին խզել հարաբերությունները խալիֆայության հետ եւ դառնալ Բյուզանդիայի վասալը։ Սակայն սրանով բյուզանդացիները չեն սահմանափակվում։ Գրիգոր իշխանի մահվանից հետո Տարոնի իշխանությունը մի կողմից բաժանվում է նրա որդիներ Բագրատի եւ Աշոտի միջև, մյուս կողմից Ապոգանեմի որդի Թորնիկի միջև։ Այս սուր պայքարում աջակցության դիմաց բյուզանդացիները ստիպում են Թորնիկին իր բաժինը կտակել Բյուզանդիային։ Մյուս կողմից էլ իշխան Աշոտն է իր բաժինը կտակում Բյուզանդիային ու շուտով կասկածելի հանգամանքներում մահանում։ Այսպիսով Տարոնի իշխանապետության կլանման հարցը լուծված էր, իսկ թե որքանով էր կտակը ինքնակամ եւ մահը բնական, ցույց է տալիս հանգամանքը, որ երբ այս դեպքերից 10 տարի անց Բյուզանդիայի դեմ ապստամբություն է բռնկվում, առաջինն այդ ապստամբությանը միանում են Աշոտի որդիներ Գրիգորն ու Բագրատը։ Իշխան Աշոտի այսպես կոչված կտակն ու այսպես կոչված մահը այդ ժամանակների հայկական միջավայրում առաջինն էին։ Դրանց հաջորդելու էին այլ այսպես կոչված կտակներ ու այսպես կոչված մահեր։